Դասարան գումարած դասական առցանց ծրագրի զրույց հայտնիների հետ շարքում այսօր հյուրընկալել եմ իմ կարծիքով եւ վստահ եմ, որ այս կարծիքը կիսողների թիվը շատ է, մեր իրականության լավագույն արտիստուհիներից մեկին, Նելի Խերանյանին։ Մի անգամ առիթ եմ ունեցել ասելու եւ ուզում եմ կրկնել, որ Նելի Խերանյանը մայրաքաղաքային դերասանուհի է։ Մեծ հնարավորությունների տեր եւ հիանալի է, որ այդ հնարավորությունները տեսանելի են եւ օգտագործվում են։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ այս հարցին պատասխանելու բազմաթիվ առիթներ ունեցել եք։ Բայց հաշվի առնելով, որ այս հաղորդումը հատկապես ուղղված է երիտասարդությանը եւ այն թիրախային խումբն է ներառում, ովքեր դեռ մասնագիտության մեջ կողմնորոշվելու որոշակի ժամանակ ունեն։ Եվ գիտեք, որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ ես այսօր էլ լսում եմ խնդիրներ, հատկապես աղջիկների կողմից, որ ընտանիքս դեմ է, որպեսզի ես դառնամ դերասանուհի, ես ուզում եմ, բայց եւ այս բայցերի շարքը երկար է։ Դուք հաջողված եք այս առումով։ Կխնդրեի ձեր մեկնաբանությունը եւ ձեր խոսքը այն երիտասարդ աղջիկներին, ովքեր այս շրջապտույտի մեջ են եւ չեն կարողանում դուրս գալ։ Ես եմ շատ լսել այդ արտահայտությունը, ես ուզում եմ, ծնողներս չեն ուզում, դեմ են, հատկապես հայրիկները դեմ են լինում, որովհետև որևէ կերպ չեն պատկերացնում իրենց աղջկան այս բնագավառում եւ ինքս նման հարցի առաջ կանգնած եմ եղել, երբ ընտրություն էի անում մասնագիտության, սակայն մեզ մոտ դասավորությունը այլ էր, հայրս երկու ձեռքով կողմեր, մայրս, որ մանկավարժ էր, մասնագիտությամբ գտնում էր, որ ես անելիք չունեմ այստեղ։ Սա թյուր ընկալում է, ես կարծում եմ, թյուր ինչ առումով մենք թատրոնի մարդիկ ափի մեջ ենք։ Մեր կյանքի բոլոր վայրիվերումները, ձեռնբերումները, տապալումները, ընտանեկան շարժը, երեխաների, ամուսնական կյանքը մեծ մասամբ ափի մեջ է եւ տեսանելի է։ Ես կարծում եմ սա է պատճառը, որ մարդիկ չեն սիրում, որպեսզի իրենց կյանքը, հատկապես իրենց երեխաների կյանքը թիրախավորված լինի, ուրիշների աչքի առաջ լինի, ուրիշների քննարկման առարկա լինի, եւ վերջապես թյուր կարծիք կա, որ դերասանուհիները դրանք մի քիչ թեթև սոլիկ կանայք են։ Ցավոք սրտի այդպիսի ընկալում էլ կա, եւ դա նոր ընկալում չի, դա պատմություն ունի, եւ այդ պատմությունը այսպես քայլելով գալիս է մինչեւ մեր օրերը։ Հասկանալի է, բայց 21-րդ դարում ոչինչ չի փոխվում, մարդը միևնույնն է, այնպեսին է, ինչպեսին ծնվել է ըստ իս։ Միևնույնն է, մեր ընկալումներն այդպեսին են դերասանուհիների նկատմամբ փոքր-ինչ այսպես վերապահումներով վերաբերմունք կա, բայց ես հավաստիացնում եմ բոլոր այն աղջիկներին, այն դեռահասներին, այն երիտասարդներին, ովքեր ուզում են այս ճանապարհը ընտրել, որևէ կապ չունի, թե դու որ ճանապարհով ես գնում, կարևորը թե այդ ճանապարհը ուր է տանում քեզ։ Թե դու այդ ճանապարհի ընթացքում ինչ ես վերցրել ձեռքդ, ում ձեռքն ես բռնել եւ դեպի ուր ես քայլում։ Սա աշխարհի ամենաբարդ մասնագիտությունն է։ Ավելի բարդ մասնագիտություն, ես կարծում եմ, այս աշխարհում գոյություն չունի։ Եվ հատկապես կնոջ համար շատ բարդ գործ է, շատ։ Եթե դու պատրաստվում ես ընտանիք կազմել, եթե դու պատրաստվում ես ունենալ ամուսին, երեխաներ, դա նշանակում է հոգս, պատասխանատվություն, դու շատ բարդ ընտրության առաջ ես կանգնած, որովհետև թատրոնը քեզնից ամեն ինչ խլում է, բայց այստեղ խելք է պետք ունենալ, իհարկե, եւ ամեն հարցում պետք է խելք ունենա կինը, որովհետեւ ամեն ինչ կարելի է դասավորել ճիշտ, ամեն ինչ կարելի է անել խելացի եւ նույնիսկ ծնողներին կարելի է համոզել եւ ճիշտ տեղ տանել, այո, եթե դու իսկապես մեծ երազանք ունես։ Այսինքն կարող ենք եզրակացնել, որ հաղթահարելի է այդ բարդությունը։ Անխոս Ես այստեղ դժվարություն չեմ տեսնում։ Պետք է բացատրել ծնողներին, խոսել նրանց հետ, ասել իրենց մեծ երազանքի մասին։ Մի երազանք, որը, ասում եմ, ճանապարհ է, որը տանում է ըստ իս, ինձ համար այս ճանապարհը դեպի եկեղեցի է տանում, դեպի կատարսիս, դեպի ինքնամաքրում։ Եվ ոնց կարելի է այդ ճանապարհին դեմ լինել։
Հասկանալի։ Սա հույզերի մտքի ճանապարհ է, որ պիտի անցնի այն երիտասարդը, ով ընտրելու է եւ քայլելու է այս ճանապարհով։ Ժամանակին մի հոդված կարդացի, կոչվում էր «Женская культура», որտեղ հեղինակը հետաքրքիր մի թեզ էր դնում, ասելով, որ կին դերասանուհիները ավելի կարճած են իրենց էությանը։ Տղամարդ դերասանները ավելի հեշտությամբ են հրաժարվում եւ դրա համար էլ տղամարդ դերասաններին ավելի է հաջողվում տարբեր կերպարներ խաղալ, որովհետեւ հեշտությամբ են։ Կին ավելի կարճած է եւ հաջողվում են այն կանայք, ովքեր ունեն այդ հատկությունը, ինչ որ ունեն տղամարդիկ եւ կարողանում են հրաժարվել։ Ես նկատել եմ, որ ձեր ստեղծած կերպարները ունեն ներքին տարբերություններ։ Շատ տարբեր են նրանք, քայլվածքից սկսած, կարող է եւ բնական է, մարդը նույն մարդն է, ի վերջո կարող է ինչ-որ բաներ, ձայնը եւ այլն կրկնվեն, բայց էական տարբերությունն է։ Դուք ինչպես եք վերաբերվում այդ ամենին։ Ես կարծում կանայք ավելի զգացմունքային եւ էմոցիոնալ դաշտով են աշխատում։ Ես սեփական փորձից եմ նաեւ ասում։ Ինտելեկտուալ դերասանուհիները քիչ են։ Եվ դա փաստ է։ Ես ինձ այդպեսին չեմ համարում, բայց կուզեի այդպեսին լինել։ Մենք դերասանուհիներս ըստ իս, համենայն դեպս ես երկար ինքս ինձ ուսումնասիրում, սիրում եմ ուսումնասիրել եւ ըստ իս դերասանի մասնագիտությունը դա հոգեբանական վերլուծությունների մի ամբողջ շարան է, եւ ինքդ քեզ, եւ դիմացինիդ, եւ շրջապատիդ, եւ աշխարհի։ Ես կարծում եմ, որ մենք շատ ենք կարճում մենք մեզնից, մեր զգացմունքային դաշտից, չենք կարողանում կտրվել դրանից, հատկապես մեր ազգի դերասանուհիները, հայ դերասանուհիները։ Հիմա ասեմ, այստեղ նրբություններ կան, որոնք հատուկ են միայն մեզ, ռուսները պակաս այդպիսին են։ Գուցե այլազգի դերասանուհիները լավ չեմ ուսումնասիրել, նրանց ավելի պակաս այդպիսին են։ Մենք այդպիսին ենք, որովհետև մեր մենտալիտետն է այդպիսին։ Մենք ավելի ներփակված ենք, մենք քիչ ենք բացվում, մեր դաշտը, որտեղ մենք ստեղծագործում ենք, ուզենք թե չուզենք, մենք նեղ ենք այն վերցնում։ Ինչու ես դա ամեն դեպքում կապում եմ մենտալիտետի հետ։ Համենայն դեպս այն տարիներին, երբ ես եմ սովորել եւ առաջին քայլերն եմ արել եւ առաջին հնարավորություններն են ինձ տրվել, ես կարծում եմ, որ իմ բոլոր բաց թողումները ես սիրում եմ օրինակները միշտ ինձ վրա բերել, որովհետև դա լավագույն օրինակն է, կարծում եմ։ Որը ապրված է։ Այո, առաջին քայլերս միշտ այդ առումով կաղել են։ Դաշտը փոքր եմ վերցրել։ Ինձ բաց չեմ թողել հասարակ, այսպես բառապաշարով եթե ասեմ, առանց բարդացնելու, շատ չեմ թողել, որպեսզի իմ դաշտը ամբողջովին բացվի, որովհետև դա մենտալիտետի հարց է։ Ցավոք սրտի։ Բայց հիմա ժամանակը կամաց-կամաց փոխվում է։ Վերաբերմունքը դեպի մասնագիտությունը փոխվում է եւ լավ առումով, եւ վատ առումով։ Ասեմ, որ ինտելեկտուալ առումով քանի գնունք չանում են դերասանուհիները։ Էմոցիոնալ առումով գուցե ավելի շատանում են նրանք, ովքեր էմոցիոնալ դաշտով են աշխատում եւ այդտեղ են ավելի ուժեղ եւ այդ արտահայտչական միջոցներն են ավելի օգտագործվում, բայց ցավոք սրտի ասեմ նաեւ, որ ես վերջին շրջանում զգում եմ, որ նաեւ եւ այն գնում են երկրորդ պլան, մնում է միայն խոսքը, դերը, խոսքը, այն էլ խոսքը որպեսզի կոպիտ չհնչի, ասածս մակերեսային։ Սա քննադատություն է, որ վերաբերում է բոլորիս։ Մենք մի քիչ հասարակացնում ենք մեր գործը, անկախ մեզնից, ըստ իս։ Ենթագիտակցորեն։ Այո, նաև կապ ունի հասարակության ժամանակի հետ, այո, ավելի ընկալելի դառնալու համար ենք երբեմն անում, մենք սիրում ենք դերասանները սիրվել։ Մի անգամ իմ ֆրանսիացի գործընկերներից մեկի հետ զրուցում էի եւ ինքը այսպես մի տեսակ խանդով էր խոսում, ասում էր, հա, դե դուք շատ ավելի հաջողակ եք, քան մենք,
զարմացա, ասեցի, ինչով կարող ենք մենք ավելի հաջողակ լինել, քան դուք։ Ասես խաղացանկային թատրոնները շատ են եւ այ խաղացանկում ներգրավված լինելը ունի կարևոր առավելություններ եւ այդ շրջանում ճիշտ ասած ես շատ հետաքրքրված էի խաղացանկային կամ ոչ խաղացանկային թատրոնների այս տարբերությամբ, որովհետեւ կան եւ դրական եւ բացասական կողմեր երկու ուղղությունների մեջ են, բայց ինքը շատ հետաքրքիր մեկնաբանություն տվեց։ Ասած դերը վերանայելու, անընդհատ հասունացնելու մեծ հնարավորություն ունեք։ Ձեր լավագույն կերպարներից կարծում եմ դեմ չեք ասեմ, որպեսզի ես ասեմ լավագույններից է տրամվայի ցանկություն ներկայացումը, որը արդեն շուրջ 20 տարի է խաղում եք։ Այ ինչ հասունություն է ձեր մեջ հասունացել այս 20 տարիների ընթացքում։ Այդ մեծ երջանկություն է։ Ներողություն, որովհետև ես տեսել եմ առաջին ներկայացումներից է եւ 20 տարի հետո նույնպես տեսա դա եւ ինձ համար հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, որովհետեւ այդ ներկայացումը շատերն են տեսել, շատերն են սիրում։ Մեծ երջանկություն է, երբ դու մի ներկայացումը խաղում ես երկար տարիներ։ Դու վերանայելու քեզ մի քիչ գուցե խնդրահարույց բան եմ ասում, բայց քեզ կողքից տեսնելու հնարավորություն ես սկսում ձեռք բերել։ Ես, երբ վերջին անգամ խաղում էինք, ես հանկարծ ընթացքում ներկայացման սկսեցի ոնց բացատրեմ, որ ծիծաղելի չլինի, միստիկ բան պիտի ասեմ, ես սկսեցի ինձ տեսնել կողքից մի 15-17 տարի առաջ, ոնց որ հետս լիներ, ես էլի ինձ հետ լինեի, հետաքրքիր զգացողություն էր, որովհետև թաքցնելու բան չի, չէ որ մենք խաղում ենք, նաև այնպես չի, որ կտորներ ենք ունենում, երբ դու դուրս ես լինում դերից, դու ուղղակի աշխատում ես, այստեղ քո հնարքներն ես օգտագործում, խաբում ես հանդիսատեսին։ Փափազյան ասում էր ես դերի մեջ 3 կետ եմ խաղում։ Դու դուրս ես եւ ոնց որ ինքդ քեզ ես տեսնում, հանկարծ մի պահ ինձ գիտեք, որ բանի մեջ ես ընկնում, դու հասկանում ես, որ ես ինչ ես անում, դու խաբում ես հանդիսատեսին, դու այն ժամանակ չէիր անի դա, մի 15 տարի առաջ չէիր անի դա, բացառվում է, ժամանակի ընթացքում այս խաբկանքները դու սկսում ես ավելի օգտագործել։ Սա չեմ ասում այն բանով, որ ավելի վատ եմ աշխատում, նվիրումս ավելի քիչ է, վերապրման այդ շրջանը չեմ ունենում, դա չի, դու քեզ կողքից նայելու հնարավորություն ես ունենում։ Մեր մասնագիտությունը ըստ իս միստիկա ունի իր մեջ։ Միստիկա ունի իր մեջ եւ ժամանակի տարածության մեջ այս տեղաշարժվելու այս հնարավորությունները քեզ թույլ են տալիս նաեւ երբեմն քեզ կողքից նայել։ Տրամվայը ինձ համար նոր աստիճան է եղել, որտեղ ես ոտքս դրել եմ եւ հիմա ես այդտեղ չեմ։ Ես ամեն ներկայացման հետ մի քայլ առաջ եմ գնում։ Գուցե 2 քայլ հետ եմ գնում, հետո այն մյուս ներկայացմանը մի քանի քայլ էլ առաջ եմ գնում։ Ինքը այնքան մեծ հնարավորություններ է ինձ տալիս։ Ես ասել եմ անկեղծորեն իմ գոլեգաներին, այն օրը, երբ կհասկանամ, որ ես ներկայացումը խաղացի եւ ինքս ինձնից դժգոհ եմ, ես ազնվորեն այդ օրը կհրաժարվեմ այլևս մոտենալ այդ կնոջը, որովհետև չի կարելի այդ կնոջը հենց այնպես մոտենալ։ Բաց ծովի վրա ես անլվա խաղող կուտեմ, ու անկող ենք մգնել։ Նավի, երիտասարդ գեղեցիկ բժիշկը, շեք բեղերում, հսկայական արծաթյա ժամացույցը, գրնի ձեռքս, ու բոլորը կասեն, խեղճ բլաշ, անլվա խաղողը նրա, մի անգամից այն աշխարհում էր, ծովում էր ինձ կթաղել, հատատել սպիտակ մաքուր սավանի մեջ, ու ջրին կհանձնել։ Ձեր կենսագրության մեջ կան նաև դերեր, կերպարներ, որոնցից դուք հրաժարվել եք։ Խաղացել եք որոշակի ժամանակաշրջան եւ հրաժարվել եք։ Մինչդեռ դերասանուհիները հատկապես չեն հրաժարվում։ Եվ սա որոշ ժամանակ հետո դառնում է իրենց խնդիրը։ Այս ուզում եմ հասկանալ, ինչու եք դուք հրաժարվել, որովհետև զգացել եք, որ վերջ այլևս սպառել է դերը իրեն։
Պատվի համարի օրինակը բերեմ, ես խաղացի մի քանի ներկայացում եւ ուղղակի ազնվորեն ասացի, որ չեմ ուզում։ Գիտեք ինչ, ներկայացման ընթացքում հասկացա, հանկարծ այդ աղջիկը սկսեց ինձ չհուզել։ Մարգարիտը ուղղակի ներկայացման ընթացքում ես հասկացա, որ սա իմ բնության հետ կապ չունի։ Նեղացավ ինձնից, թե ես իրենից, չգիտեմ, բայց ես ու ինքը կտրվեցինք ու ես հասկացա, որ ես ուղղակի խաբում եմ։ Ինքս ինձ, այս 1000 հոգուն, որ նստած են, իմ պարտներներին, չեմ ուզում այլևս իրեն մոտենալ, իր խնդիրները ինձ այլևս չհուզեցին։ Եվ ես հասկացա, գիտեք, ես հետո իմ դիագնոզը դրեցի, ինչի այդպես եղավ։ Եվ Տարիքային բան է։ Մի տարիք կա, երբ քեզ աղջկական խնդիրները շատ բարձունակ են թվում։ Ըստ իս, հիմա օրինակ, եթե ես վերլուծեի Մարգարիտին, հիմա այս պահին, ես բոլորովին այլ մոտեցում կունենայի եւ ըստ իս դա մի հիմար աղջիկ կլիներ, ով դեմ էր գնում իր հորը։ Այն տարիքում, երբ ես ստացա դերը, ես այդպես չէի մտածում։ Ես անկեղծորեն արդարացնում էի իմ հերոսուհուն եւ անկեղծորեն ապրում էի իր հետ բեմում։ Ասում եմ, մի օր ներկայացման ժամանակ հասկացա, որ ես խաբում եմ։ Չեմ ուզում այս աղջիկը ինձ հետ չի այլևս եւ հանգիստ հրաժարվեցի եւ այդ միակ դերը չի եղել, որ ես հրաժարվել եմ։ Տեսեք Վարդան, ես դերը խաղում եմ մի արտահայտության համար, մի կտորի համար։ Երբ որն է այդ կտորը։ Չգիտեմ։ Դա մի ճիչ պիտի լինի, որ այդ պահին ես ունեմ աշխարհին ասելու։ Մի նախադասություն պիտի լինի, որ ինձ գրավի ու ես հասկանամ, որ ես դա ուզում եմ ասել այս աշխարհին, կամ մի կռիվ պիտի լինի այդ դերում, որ ես հասկանամ, որ ես ուզում եմ կռվել աշխարհի հետ, պատերազմ ունեմ ես այս աշխարհի հետ եւ այդ օրվա 1000 հոգու հետ ես այդ պատերազմը պիտի վարեմ։ Երբ հանկարծ ինձ դա չի հուզում, ես առանց սրտի ցավի կարող եմ հրաժարվել։ Ասում եմ, փոքրիկ մի արտահայտության համար ես կարող եմ դերը վերցնել, ասել, որ ես դա ուզում եմ խաղալ եւ ամբողջ ներկայացումը խաղամ միայն նրա համար, որ այդ պահը գա եւ ես այդ իմ բողոքը, այդ իմ ճիչը ասեմ։ Գուցե խնդություն է հնչում որպես այդպեսին, բայց թող համարվի, որ ես մի քիչ խնդեմ։ Բայց այդ սկզբունքը կարծում եմ կարողանալ նաեւ դերից հրաժարվել կայացած մարդու դիրք է։ Գուցե նրանից որ ես ագահ դերասան չեմ։ Բավարարվում եմ նրանով ինչ ունեմ եւ դերերի պակաս չեմ ունեցել։ Միշտ շարժի մեջ եմ եղել, միշտ աշխատանքային process-ի մեջ եմ եղել եւ ես այդ սկզբունքը ունեմ, որը պահպանում եմ։ Հենց այնպես դեր խաղալը կարծում եմ հիմարության հավասար մի բան է։ Դու պիտի ասելիք ունենաս, անպայման, անպակրիվ պիտի լինի։ Եթե կռիվը չկա, Երբ որ մենք իրականացնում ենք դասարան գումարած դասական ծրագրի առաջին շրջանը, դուք այնտեղ ամենասպասված հյուրերից էիք, դասախոսներից էիք եւ ձեր դասից հետո ես տեսա, որ երիտասարդների մեջ շատ բան է փոխվել, շատ են աշխուժացել։ Դուք սկսեցիք վարժանքներ, կարողացաք ստեղծել մի մթնոլորտ, որի մեջ բոլորը ուզում էին նետվել։ Ձեզ դա հաջողվեց եւ պիտի ասեմ, որ աշակերտները, ովքեր հետագայում մեզ հետ կիսվում էին, կազմակերպիչների հետ կիսվում էին, շատ էին այդ պահերը հիշում։ Որևէ բան բեմում չի կատարվում հենց այնպես, ընդհանրապես օգնություն եմ կանչում, ընդհանրապես ուզում եմ փրկվել, ոչ։ Կոնկրետ եմ օգնություն կանչում, որտեղ են դերասանները, ովքեր պիտի գան մեզ օգնության։ Գնացինք։ Հիմա ուզում եմ, որ ծափահարեք ինքներդ ձեզ։ Այն հիմա պատկերացրեք, որ այս պահին մեր լսարանը ոչ թե բաղկացած է 60 հոգուց, այլ մի քանի հազարներից, նույնիսկ տասնյակ հազարներից կարող ենք ասել, որովհետև մեր այսօրվա դասարանը, ճակերտների մեջ դասարանը շատ մեծ է։ Որպես կայացած արտիստուհի, ինչ կասեիք այն մարդկանց, ովքեր դեռ մասնագիտության տատանման մեջ են, տղա, աղջիկ եւ այսպես ասած ընտրության առջև են կանգնած։ Որն է Նելի Խերանյանի խորհուրդը նրանց։ Եթե պիտի իրենց ճանապարհը կյանքը կապեն թատրոնի հետ,
ուրեմն շատ երկար պիտի մտածեն այդ քայլն անելուց առաջ։ Եթե այնուամենայնիվ իրենց երազանքը պիտի իրականություն դարձնեն, պիտի հասկանան, որ դժվար աշխարհ են մտնում, որտեղ պետք է աշխատել, սովորել, դաստիարակել սեփական կամքը, դաստիարակել սեփական զգացմունքները, տիրապետել սեփական մարմնին, հույզերին, զգացումներին, տանջալի աշխատանք է իրենց սպասվում, բայց դա երջանիկ աշխատանք է, երջանիկ։ Ես միշտ ասում եմ, ինձ համար ամենայն դեպս այդպես է, դու ժամանակի եւ տարածության մեջ ճամփորդելու մեծագույն հնարավորություն ես ունենում։ Ուրեմն բոլոր այն երիտասարդներն, ովքեր պիտի ընտրեն թատրոնը, պիտի երկար մտածեն։ Եթե այդ երազանքն ունեն իրենց հոգում, այդ երազանքը դեպի պետքա քայլել, բայց իմանալ, որ այդտեղ շատ դժվարություններ են լինելու, հուսահատություններ, հաղթանակներ, ծափեր, քննադատական խոսքեր, նախանձ, դավաճանություն, համարյա այն ամեն ինչ բոլոր բնակավարներում է լինում, բայց նաև դու ափի մեջ ես, քեզ պիտի տեսնեն, դու նաև քո զգացմունքները պիտի աշխատացնել իմանաս, դու պիտի կիսվես մարդկանց հետ քո հույզերով, քո մտածումներով, քո մտքերով, բարդ տեղ են ուզում գնալ, բայց հիասքանչ տեղ են, եթե ուզում են թող քայլեն, ես որպես ավակ սերնդի ներկայացուցիչ, այս առաջին անգամ եմ այս բառը օգտագործում ավակ սերունդ, գրկաբաց իրենց սպասում եմ։ Ոչ թե պիտի իրենց դասավանդեմ, գուցե չհանդիպենք, մեր թատրոն չգան հետո հետագայում, եթե այս բնակավարում են, գուցե երբևէ խաղանկերներ չլինենք, բայց կապ չունի, այս մասնագիտությունը գենետիկ հիշողություն ունի, այս մասնագիտությունը սերունդների մեծ կապ ունի, սա մի շղթա է, որը ոչ մի կերպ չպիտի կտրվի, միտեղ պոկվեց, կտրվեց, վերջացավ, շարունակություն չի լինելու։ Իմ մասին հիշողությունները իրենք պիտի պատմեն։ Ես փոխանցում եմ հիշողություններ իմ ավակներից, մեր ավակների, իրենց ավակներից։ Մենք գողացել ենք մեր ավակներից։ Դուք ուրեմն ապագային մարդիկ եք, ովքեր պիտի գողանաք մեզնից։ Եվ մենք բաց ենք, մեր զգացմունքները, մեր փորձը բաց թողնում ենք բեմում, կարող է գալ, նայել, վերցնել, սիրել, եթե հաջողի, մի օր դահլիճում չլինեն, այլ բեմում լինեն։ Աստված օգնական պիտի լինի իրենց։ Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Կարծում եմ շատ երիտասարդ մարդիկ այս զրույցից հետո կգան էական եզրահանգումների։